Ողջույն, այս օրերին ամեն շաբաթ ավելի շատ ընտրակաշարքի դեպք է բացահայտվում, քան նախորդ 30 տարում գումարային վերցրած։ Քեսեր քեզի հալալ ելնի, բայց այդ 180 հոգին ես կտամ ուրիշի։ Ընտրողների մեծածախ ու մանրածախ առվաճառքը ամբողջ հանրապետությունում է։ Բացահայտվել են դեպքեր Սյունիքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու մարզերում եւ Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Բոլորդ եք տեսել այդ ձայնագրությունները։ Մենք փորձեցինք ամփոփել այդ հրապարակումների կամ իրավապահների լեզվով ասած իրացումների վիճակագրությունը։ Փետրվարից մայիս ամիսներին հակակոռուպցիոն կոմիտեում համարյա 60 գործ է հարուցվել, ձերբակալվել է 100-ից ավել անձ։ Ավելի շատ մարդու մեղադրանք է առաջադրվել։ 5 հոգի էլ հետախուզման մեջ է։ Թեև ընտրակաշարք տվողներն ու վերցնողները հանցագիծներ են, բայց տվողները վերցնողների նկատմամբ վերաբերում են որպես շունշանգյալի կամ կարտոֆիլի մեշոկի։ Ասեց ինչքան շունշանգյալ կա, բերել գրանցել է շտաբիդ վրան։ Ընտրակաշարք վերցրած արցախցիներին ինչ ասես ասում են։ Իսկ ահա Ալավերդիում քննարկում են, թե իրենց հարազատի քրերը 100,000-անոց են, թե 150։ 100-անոց։ Այն 100, բայց Ամալյան 150 ասիկ, չէ։ Բայց երկուսին է 100 են գրել։ Չէ, այն քրերը 100 է գրել, ես նոր որ օջունին եկավ, նա 150 է կասել, նա ինչա։ Բայց ընտրողներն էլ տարբեր գին ունեն։ Քան դեռ որոշները փորձում են 100,000-անոցից դառնան 150,000-անոց, ոմանք 20,000 դրամ են վերցնում, որը տորը խմեն։ 20,000 դրամ տան, թողեդորը խմեն։ Վերադառնալով վիճակագրությանը, 34 անձի վերաբերյալ քրեական գործը ավարտվել է եւ արդեն ուղարկվել դատախազին, որպեսզի հասնի դատարան։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան շատանում են բացահայտված դեպքերը։ Ընդ որում, եւս մի 48 էլ քննչական կոմիտեն է մեղադրանք ներկայացրել, բայց քննչական կոմիտեն ընտրական հանցագործությունների այլ կտոր է քննում, ոչ ընտրակաշարքը։ Թողենք դա մի կողմ։ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած դեպքերի 83%-ը վերաբերվում է ուժեղ Հայաստանին, 13%-ը ԲՀԿ-ին ու 4%-ը Հայաստան Դաշինքին։ Իմիջայլուց ընտրողների առողջարքը չի սահմանափակվում Հայաստանով եւ ընդգրկում է նաեւ Ռուսաստանում գտնվողներին։ Օրինակ, ձայնագրություններից մեկում քննարկում են, թե ոնց ու երբ են Ռուսաստանից ընտրողներին բերելու։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելն են մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Ընտրակաշարքը լատենտային հանցագործություն է։ Դրանից դժոխք չկա, որ գա ու բողոքի։ Դրա հետ առնչվող բոլոր անձինք հանցակիցներ են եւ ուզում են գաղտնի պահեն այն։ Հանցագործության հետք էլ չի մնում։ Այսինքն բացահայտվածը ընդհանուր ծավալի մի չնչին մասն է։ Ծավալը պատկերացնելու համար, ասեմ, որ ըստ Reuters գործակալության միայն Ռուսաստանից ընտրողներ բերելու համար նախատեսվում է ծախսել $50 միլիոն։ Ընտրակաշարքի բացահայտումը շատ դժվար է ու հիմնականում արվում է լուրջ օպերատիվ հետախուզական գործիքներով, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների վերահսկողությունն ու ներքին դիտումը։ Երբեմն մարդիկ մտածում են, որ ուղիղ կապով չխոսելն իրենց կօգնի, բայց չէ, դա էլ չի փրկում։ Գոյլ պետք է ցուցակ ունենաս, ըստ Telegram-ով ես, չէ՞ զանգը։ Ոմանք էլ մտածում են, որ ինչ որ ձևական պայմանագրեր կնքելով կամ ռուսական քարտերով փողը ստանալով կքողարկվեն, բայց չէ, բացահայտվում են, դա էլ չի օգնում։ Ընտրակաշարք վերցնելու համար նախատեսված է մինչև 7 տարվա ազատազրկում, տալու համար մինչև 8 տարվա։ Եվ եթե որևիցե մեկին թվում է, որ ընտրակաշարք տվողները հետո պաշտպանելու են վերցնող ընտրողներին, հիասթափեցնեմ, դա այդպես չի։ Ծախված քաղաքացիները մնալու են իրավապահների հետ մեկը մեկի, տունտեղ գրավ են դնելու, որ փաստաբան ճարեն, որ փորձեն 7 տարվա տեղը 5 տարով դատվեն։ Իսկ կազմակերպիչները իրենց գլխի ճարն են տեսնելու։ Ու հիշեք, որ մենք չվաճառվողներս ավելի շատ ենք։ Որքան շատ չվաճառված ընտրող գնա տեղամաս, այնքան քիչ կլինի վաճառված ընտրողների տեսակարար կշիռը։ Լավ կացեք։